Լինում են չէ, երբ օրինակ տխուր ես կամ բավականին լարված աշխատում ես, մեկ էլ հիշում ես, որ հետաքրքիր կինո կամ սերիալ է քեզ սպասում, այդ սերիալներից մեկը ինձ համար Մարչելլան է, որը նորից երկրորդ անգամ նայեցի ու նորից վայելել եմ ուղղակի։ Marcella Backlund. It's Marcella, but yeah. Գլխավոր հերոսուհին Մարչելլան է, ով բավականին ինտելեկտուալ խելացի կին է, կարողանում է բարդ հանցագործություններ, սերիական հանցագործություններ բացահայտել եւ նույն ժամանակ Մարչելլան ունի անձնական խնդիրներ, հոգեբանական ուժ տրավմաներ, որոնց կենտրոնում իր տանեկան կյանքն է, իր ամուսինն է, երեխաներն են, ամուսինը մի անհաջող կերպար է իրականում, որը ձգտում է կարիերայի բարձունքների ու բնականաբար փողի, ավաճանում է իրեն եւ նույն ժամանակ թիրախավորում է Մարչելլային որպես վատ մայր։ Մարչելլայի անձնական խնդիրներն ու հոգեբանական տրավմաները իրականում ավելի խորացնում են սյուժեն ու ավելի հետաքրքիր են դարձնում։ Իդեպ Մարչելլա սերիալի ստեղծողը նույն մարդն է, ով ստեղծել է մեկ այլ հայտնի սերիալ Կամուրջը, խոսքը Հանս Ռոզենֆելդի մասին է։ Կան նմանություններ երկու սերիալում էլ գլխավոր հերոսները կին դետեկտիվներ են, ովքեր ունեն հոգեբանական խնդիրներ եւ նույն ժամանակ կարողանում են լուրջ հանցագործություններ բացահայտել։ Երկուսի դեպքում էլ կա մի ընդհանուր ու կարևոր նմանություն, երբ ամենասկզբում միանգամից մի քանի սյուժետային գծեր են գնում, տարբեր կերպարներ են հայտնվում, թե իրար հետ ընդհանրապես կապ չունեն, անկապ պատմություններ են, բայց ինչքան սյուժեն զարգանում են, քան հասկանում ես, թե ինչքան կապ ունեն մեկը մյուսի հետ։ Անպայման նայեք, եթե դետեկտիվների սիրահար եք, դեռևս չեք նայել, իսկ եթե նայել եք, կարող եք նայել։